ամենամյա է եւ անցած տարի էլ մենք վարվող տեղում չէինք, ճիշտ ասած ճշգրիտ չեմ հիշում որտեղում ենք, բայց ելի մոտավորապես այս տասնյակի առաջին տասնյակի մեջ էինք գտնում եւ այս տարի եւս Հայաստանը հայտնվել է 4-րդ տեղում։ Ամենաարատավոր ասել է թե թմրադեղերով թմրանյութեր օգտագործելու, հարբեցողության, խմելու եւ նաեւ խաղատների նկատմամբ ունեցած մեր հակումների մասին է խոսում, որ այդ իմաստով շատ անվարու վիճակում են գտնվում։ Այս թվերը իսկ խնդրեի պարոն Ադիբեկյանը, սկսել խոսքը համոզեցուցիչ են, թե խոցելի են, եթե այո, եթե ոչ, ապա ինչով են խոցելի, եթե այո, ինչու ենք մենք հայտնվել այս տեղում, խնդրեմ։ Կազմակերպության անունը Գլոմբերգ, 2 օյով։ Բլումբերգ։ Վերջում G կա թե Բլումբերգ։ Ինչ է ինքը միջազգային, այո։ Միջազգային կազմակերպություն։ Խնդրեմ, պարոն Ադիբեկյան։ Ուրեմն եթե հավատանք Բլումբերգի տվյալներին, Հայաստանի բնակչության զգալի մասը ծխում է, հետո տենում է, որ կայք չի ստացել, խմում է, եթե էլի չի ստացել, նարկոտիկներ է օգտագործում, ու սենց անջատված գնում է խաղատուն ու փողերը ծախսում է եւ այլն։ Դե կա լուրջ մեթոդաբանական սխալ գնահատման։ Առաջինը սկսենք ուրեմն ծխելու։ Ես չգիտեմ մարտադրված սիգարետների թվականակն է բաժանված 15-ից 64 տարեկան բնակչության թվականակին, թե վաճառված, որտեղ վաճառվածը մենք ունենք եւ կոնտրաբանդա, ունենք չգրանցված բաներ, բայց բոլոր դեպքերում, երբ որ մենք մեթոդիստական եկեղեցու հիմնադրամի համար ուսումնասիրել ենք ծխելիությունը դպրոցներում եւ մեծահասակների մոտ, 1986-7 թվականին մեր առաջացումն ա եղել ծխելու վերաբերյալ, այն ժամանակ տղամարդկանց 75%-ը հասուն 18-ից բարձր ծխում էին միջինօրական 10 սիգարետ։ Վերջին այդ տվյալները 90 թվականակի իջել է 60-ի, այդ 8-ից 10 սիգարետ ուրեմն մնացել է։ Այն թիվը, որ մեկ ծխողին գալիս է մոտ 2 սիգարետները, մոտ 2800 սիգարետ է գալի տարեկան, դա բավականին կասկածելի թիվ է։ Երկրորդը խմիչքը։ Հայաստանը յուրօրինակ է այդ 200 երկրների մեջ, որտեղ խմիչքի սպառումը ուրեմն գնահատել են։ Մեր մոտ 80%-ը տնական խմիչք է։ Հիմա է 18%-ը գնում են խանութներից, հիմնականում ծնունդ, հուղարկավորում, կելեխի ժամանակ, հոբելյաններ։ Եթե մտնում եք մեկի տուն հյուր, ասում են ես լավ թթի առավ ունեմ։ Լավ, դա առաջ է, պարոն Ադիբեկյան։ Հիմա եթե նկատեք, որ ովի գինը տեն շատ բարձր չի։ Հիմա դա նույնն է։ Բարձրի 400-500 դրամանոց կա։ Գիտեմ, բայց այս սպառումը բավականին կասկածել է, որտեղ մեր վերջի տվյալն եղել է 11.5 լիտր մեկ շնչին, որից 9 լիտր եղել է տնական պատրաստության, 2 լիտրը եւ 1.5 եղել է ուրեմն խանութի գնահատել, 13.66 է։ Հիմա անցանք թմրադեղերին։ Ընդ որում Բլումբերգը վեցել է միջազգային առողջապահության կազմակերպության տվյալները, սեփական հարցում չի արել, հետազոտություն չի արել։ Հիմա ըստ ՎՕԶ-ի միջազգային առողջապահության կազմակերպության թմրամիջոց օգտագործողների թիվը Վրաստանում մոտ 400,000 է, 350 պլյուս մինուս, Հայաստանը 160,000 է, մեր հարևան Ադրբեջանը ընդամենը 20,000 է, ընդ որում Ադրբեջանը թմրամիջոցների տեղաշարժման հիմնական խողովակն է, Աֆղանստան, Պարսկաստան, Ադրբեջան, Վրաստան, Վրաստանից գնում է Ուկրաինա, գնում է Բուլղարիա, գնում է Ռումինիա, Եվրոպա, մի մասը վերադառնում է Հայաստան։ Ուրեմն մենակ գերոինի տվյալներով ես ասեմ, 7 տոննա գերոինը ամեն տարի Վրաստանով գնում, տեղում օգտագործվում է 2.4 տոննա գերոին։ Ու Հայաստան ինչ կա գալի ոչ ոք չգիտի, եկամուտը վրացիք աշխատում են դրա $700 միլիոն մենակ գերոինի վրա։
մեզ մոտ այստեղ համաչան կարգով, այսինքն 160, այս ինչ է դե։ Հոգի իբր մեզ մոտ թմրա միջոց օգտագործողներ։ Իսկ Վրաստանում 20,000։ Չէ, 240-ից 350,000, բայց նրանց իրավապաշտպանները ասում են 400,000-ը, դա 10%-ն է բնակչության կազմում։ Ադրբեջանը 20,000, դա զարմանալի կասկածելի թիվ է, ուրեմն կամ հարցում են սխալ արել մեթոդական եւ այլն, դրա համար դա մեզ համար կասկածել է։ Վերջին տվյալները նարկո բանի դիսպանսերը եղել է գրանցվածները 4300 բան, բազմապատկեմ 4-ի 5-ի անմա 15,000, թող 16,000 ալի, մի զրոն որտեղից ավելացել, ես չգիտեմ, ուրեմն սա կարող է որ մի կումնավոր խաղ է Հայաստանին աշխարհի ուրեմն հանրության առջև մի քիչ բան անել, մսեմացնել։ Հիմա դեղամիջոցների մեջ մենք բավականին մեծ տեղը դա հնդկական կանեփն է եւ նրա ուրեմն դա բավականին ամենաէժանը, ընդ որում այդ թմրադեղը որոշ երկրներում արդեն թույլ են տալիս սիգարետի հավասար վաճառել, դա չի դիտում որպես թմրամիջոց կամ գնահատվում որպես թեթև ուրեմն թմրամիջոց։ Հա? Կանեփը, կանաբիս։ Դա ոչ բոլոր կանեփներն են օգտագործում, հնդկականը հատուկ նարկոտիկ հատկություններ ունի, ընդ որում յուղ են ստանում, տերևն են ծխում, կա որ Եղևից փոշի են սարքում, հետո դա քրտին կողեփում են, դա մեծ բան է, որտեղ ես մեզ ասել եմ Սիրաչի, Կայրանի, Բութանիայի մեջտեղը, շրջապատված եմ եղել կանեփ թփողներով, բոլոր մանրամասները մանուկ հասակից մենք գիտենք, ուղղակի ծնողների շնորհիվ մենք հետ ենք կանգնել։ Հիմա մեկ է ամենաթույլ կետը, ես ինչ եմ ասում ամենաթույլ կետը, որտեղ բոլոր առումներով Հայաստանն ու Վրաստանն, Ադրբեջանն իրար կողք են, բոլոր առումներով, ու մեկ էլ տեսնում ենք, որ այս ընդունված սինդրոմի մեջ ամենաարատավոր երկրներին մենք թռնում ենք վերև, ինչով, հիմնականը դա գալիս է բանը, խաղատները, հիմա տեսեք, ասում եմ, որ մենք մեր հնայի 1,5% Արմենիան ուրա, հնայի 1,65%-ը ծախսում է խաղատներում, մեր հնան Ամերիկայի հետախուզական վարչության տվյալներով 12 միլիարդ դոլար է, մի տոկոսն անում է 120 միլիոն, 65-ներ գալիս է մոտարապես 70 միլիոնի մոտ, դա 190 միլիոն դոլար է ընդամենը, հիմա նայեք, Իսպանիայի ամենամեծ վիճակախաղը 280 միլիոն դոլար, ընդ որում խաղում է բնակչության 80%-ը, մի տոմսն արժի 300 եվրո, ես Ավստրալիայի տվյալները չեմ բերում, մենք ընդամենը ունենք մի հատ լոտո ունենք, չէ, ինչքան գիտեմ, Չէ, առաջ 6 հատ էր, կրճատվել են, որտեղ գնորդ չկա, երկրորդը, կազինոները հիմնականում Երևանի կողքերն են, օրինակ Մեղրիում կազինո ես չեմ տեսել, Նոյեմբերյանում, Գավառում, այս ավտոմատները չկա, մենակ եթե Ամերիկայի բնակչության 57 միլիոնը խաղամուլ է, 300 միլիոն բնակչության մեջ ունեն եւ այլն, ուրեմն նման թվերը բավականին կասկածելի են, ու եթե նրանք հարցում արել են մեր գելապների միջոցով, դա ավելի մեծ կոպիտ սխալներով արված, ուրեմն մենք պետք է սրա վրա ուշադրություն չդարձնենք, բայց այնուհանդերձ օղու օգտագործումը մենք ունենք խմելու մշակույթ, մենք չունենք սթափարաններ, ինչպես կար օրինակ Ռուսաստանում, միակ հանրապետությունն է, որ ունենք սթափարան, որտեղ ամեն տոն օրերը մենակ Մոսկվայում մի տասնյակ հազար հարբեցողներին պատերի տակից հավաքում տանում են, մեզ մոտ նման բան չկա, մեր մոտ խմելը բավականին հին տրադիցիա է, մենք եւ ժառանգորեն խմելու բավականին դիմակայող ենք, բայց մեր ընտանիքը իր հարբեցողին տեր է, ուղղակի այստեղ մի հատ վտանգավոր բան կա, որ մեզ մոտ թմրամիջոցներն ավելի մեծ տեսական էին կազմում, ուրեմն կա եւ օպիատների շարքը, եւ կոկայինը, եւ կանեփ հնդկական, ամֆետամինները եւ էքստազիները, բոլորն էլ կա, չնայած քիչ-քիչ, բայց կա, դա նշանակում է, որ մեզ մոտ էլ է գալի ինչ-որ մի բաներ, ու երբ որ ես զարմացա, որ Հայաստանում նեգրեր են ապրում, ու լավ հայերեն են խոսում, չեն աշխատում, բայց խանութից են դուրս են գալի, ինչ հաշիվ է, ինձ ասեցին, դա նարկո կամուրջների
կետերից մեկերն են ու դրա համար պետք է ուշադրություն դարձնենք։ Այդ սևականները, որ էստեղ են։ Ու մի բաներ կա, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, մեր մոտ ծխող կանանց ցիվն է աճել։ Եթե սովետական միության օրոք նրանք 1% չէր անցնում, հիմա արդեն 4% անցնում, հիմնականում այն կանանք, որ դեռ մարդ չեն դարձել։ Իսկ բոլոր բժիշկները, այն կինը, որ ուզում է հրեանա, ասում են ծխում ես, 2 տարի պիտի ծխես, նոր հրեանաս, որ քո ծխելու այդ բանը չազդի երեխայի ժառանգականության վրա եւ նման բաներ։ Ուրեմն դա մեզ պետք է բան լինի ու մյուս դեպքերում տվյալները մենք պետք է կարողանանք ճշգրիտ տանք։ Ուղղակի նորից եմ ասում, սարսափելի թիվ է։ Ադրբեջանը, որը թմրամիջոցների հիմնական կանալն է եւ որպես իսլամական երկիր նա խմելու իրավունք չունի, բայց կարող է ծխի, իրանց 6-7 միլիոն բնակչանից ընդամենը 20,000։ Լավ, այստեղ միտում եք տեսնում, թե անգրագետվա սխալ աշխատանք, դրան դեռ կանդրադառնանք, թողնեց հյուրը, խնդրեմ, ձեր կարծիքը, ձեր մոտեցումը նման կարգի հարցումներին, եզրանկումներին, խնդրեմ։ Նախ ի սկզբանե ասեմ, որ լիովին կիսում եմ պարոն Ադեբեկյանի մոտեցումները, տվյալների կասկածելիության վերաբերյալ, որովհետև յուրաքանչյուր հետազոտություն, որը կազմակերպվում է, ես չմանրանամ մեթոդաբանական հիմքերի մեջ, բայց այն ունի հստակ ուրեմն գիտության կողմից որոշակի չափորոշիչներ, դեմարկացիայի, ֆալսիֆիկացիայի, վերիֆիկացիայի, ճշմարտալիության, օբյեկտիվության, տվյալների ընտրակազմի հավաքագրման, համապատասխանաբար ուրեմն եղած տվյալների համադրության։ Այստեղ ուղղակիորեն ի սկզբանե մենք չունենք հետազոտության անցկացման այն անհրաժեշտ հենքը, որով կազմակերպվել է 1. Երկրորդը, այն չափորոշիչները ունեն իրենց մեթոդոլոգիան, ուղղակի դա մանրամասն չի ներկայացվում։ Գիտեք ոնց սոցիոլոգիայում երբ որ տվյալները գումարում են, բերում են մի հիմքի վրա, որ գումարը իմաստած է, հիմքերը տարբեր են, տոկոսներ են, բայց տոկոսների տակ տարբեր բաներ են։ Եթե Իտալիայում $40 միլիարդ մենակ գնում ավտոմատների վրա, տրվում են այդ կան, ընդամենը ունենալով մոտ 50 միլիոն բնակիչ, ուրեմն ամեն մեկը մոտ $1000 թողնում է կազինոյում մենակ ավտոմատների վրա։ Ու երկրներ կան, որտեղ խոստովան են 80%-ը խաղացել է գոնե տարին 1-2 անգամ։ Մեզ մոտ նման մասսայական բան չկա, արդեն նորից բնակչության 85%-ը մեզ մոտ հազիվ հոգում այդ օրական ծախսերը։ 15% ունի ավել գումար, որը կարող է ինչ-որ մի բանի վրա ծախսի։ Դա էլ հարաբերական։ Էլի հարաբերական։ Ու նորից եմ ասում։ Դրա համար ընտրանքի խնդիրը իրապես շատ կարևոր է, որովհետև եթե մենք չգիտենք ինչն է հանդիսացել համապատասխան հետազոտության ընտրանքը, մենք երբևիցե չենք կարող համաձայնվել նման տվյալների հետ։ Հավելեմ նաև, որ որպես չափորոշիչ առանձնացված թմրամոլության, խմիչքի, խաղամոլության այդ ուրեմն այսպես են տարբերակները, որոնք որ ներկայացված են, փաստացի եթե գումարենք, ստացվում է, որ եւ բերենք գոնե սոցիալ-հոգեբանական դաշտ, դրանք ուղիղ վտանգում են անձի անվտանգության կոնկրետ սահմանները։ Փաստացի ստացվում է, որ այդ բոլորի հետ մեկտեղ մենք պետք է ունենայինք կտրուկ հանցագործությունների աճի, կտրուկ անձի այսպես են համապատասխան ուրեմն այսպես ինքնաիրացման սահմանափակումների եւ ուրեմն վերելքի փոխարեն որոշ ոլորտներում անկում, բայց երևի թե պետք չի մեկնաբանել, որ այսօր էլ եթե յուրաքանչյուր հայկական ընտանիքի կին, ինչ ասեմ, աղջիկ ցանկություն ունենա երեկոյան կամ այսպես են գիշերը զբոսնի կամ ինչ-որ մի անհրաժեշտությունից ելնելով փողոց դուրս գա, այդ հաճախականությունը դեպքերի մենք հաստատ չունենք, որպեսզի փաստենք, որ ամենաանբարո կամ ամենաանառակ այսպես ցուցակների մեջ անհետաց։ Սրանք պետք է հետևել անձի անպաշտպանվածություն, այսինքն եթե անապահով երկիր, անապահով քաղաք, որը իրականում այդպես չի։ Գիտեք ոնց, իհարկե ոչ, որովհետև եթե այդ տվյալները մենք համատվենք, մենք լուրջ խնդիր ունենք, նորից եմ ասում, անձի անվտանգության խնդիրների հետ, բայց եկեք այսպես են անդրադառնանք նրան, որ յուրաքանչյուր սոցիալական դիրքորոշում, որը ձևավորում է հանրության մոտ, դա որոշակի նպատակ եւ խնդիր ունի։ Եվ նորից ամբողջովին կիսում եմ պարոն Ադեբեկյանի մոտեցումները, ում կողմից է սա արված։ Ինչու են հատկապես մեր եւ մեր հարևանների տվյալները այդքան կտրուկ աճման եւ նվազման փոխհարաբերակցության մեջ։ Ինչու է վերջի տարիների որոշ
Հայաստանի Հանրապետության կողմից բարձրացված խնդիրները սահմանների հետ կապված սոցիալ-քաղաքական ուրեմն այսպես այդ ուղղվածությամբ բերում նրան, որ մեր մոտ փաստացի նվազում է դիտվում, Ադրբեջան եւ այսպես են հարակից երկրներ ավելի բարվոք վիճակ։ Այսօր արդյոք այստեղ չկա կոնկրետ ինչ որ մի պատվեր, սոցիալական պատվեր մեզ համաշխարհային հանրությանը համապատասխան ձևաչափով ներկայացնելու։ Ես կարծում եմ ուղղակիորեն ի սկզբանե, եթե մենք կարողանայինք հասկանալ այն սոցիալական դիրքորոշումը, որը պատվիրատուն որպես այդպիսի ունի, եւ այն մեթոդաբանական հիմքերը, որով որ կազմակերպվել են, մենք ավելի հստակ կարող էինք եւ թվային եւ ընտրանքային եւ հիմնավորվածության եւ հետեւությունների հիմնահարցերին։ Շատ լավ, դրամարկղային չեկերը համարում են խաղամոլություն։ Լավ, բայց այն ամենին որոշակ բացական միտումներ պարոն Ադիբեկյանը ընդգծեց, կանանց մոտ ինչ որ բաներ կարող եք առանձնացնել։ Միևնույն ժամանակ, այո, մենք չենք ասում, որ մենք զերծ ենք բոլոր տեսակի թերություններից, իհարկե ունենում ենք որոշակի, այսպես են խնդիրներ, որոնց կարծում եմ տարբեր եւ կազմակերպություններ եւ պատասխանատուներ եւ համապատասխան կենտրոններ, եթե ունենք զարմանալի է ճիշտ ասած այն որ պարոն Ադիբեկյանը ասել էր, ես մտածում եի, եթե որոշակի ժամանակաշրջաններում իրենք զանգվածային լրատվամիջոցները համապատասխանաբար այսպես են ժամանցային ամսագրերը կոնկրետ ուղղորդում էին դեպի ծխող կնոջ կերպարը, ապա ես ասեմ վերջի ուրեմն համենայն դեպս 10-15 տարին ճիշտ հակառակն է, այսինքն հանրային դիրքորոշումներում բացասական ուրեմն վերաբերմունք ձևավորելու խնդիրը եւ դա ուրեմն ինչպես արտահայտված է արևելյան լրատվամիջոցների ուրեմն ծրագրերի հիմքում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնություն մեր մոտ եւ հետաքրքիր է, որ այնուհանդերձ կնոջ մոտ փաստացի այդ տվյալները ես ճիշտ ասած չեմ տիրապետում, բայց զուտ հոգեբանական տեսակետից այդ մեխանիզմների այսպես են մեկնաբանման տեսակետից կարծում եմ հետազոտությունը, որը կարելի է կազմակերպել եւ հասկանալ էտիոգենեզը, ծագումնաբանությունը ինչով է պայմանավորված, որտեղ սովորաբար եթե մենք ունենք սոցիալ-հոգեբանական որևէ մի երևույթի ճանաչողության խնդիր, ապա անպայման անդրադառնում ենք նրա մեխանիզմները։ Ասեմ ձեզ յուրաքանչյուր մեխանիզմ մեր մոտ աշխատում է 3 հիմնական, այսպես են տարբերակներով, դա էմպաթիայի, դա ատրակցիայի եւ իդենտիֆիկացիայի նույնականացման խնդիրն է։ Այդ դեպքում հարցածագում ովքեր են որոշակի ուղիղ կամ միջնորդավորված էտալոնները եղել այդ ծխող տարիքի կանանց մոտ, որոնք համապատասխանաբար բերել են այդ կերպարի նույնականացմանը, որի արդյունքում էլ այդ ընտրությունն ա եղել։ Կարծում եմ հետաքրքիր հետազոտության համար այսպես է նյութը, բայց պնդել դեռ չեմ կարող որևէ։ Ինչ որ բան եթե ունեք ավելացրեք ու անցնենք հարցերին։ Ինչ որ բան եք ասում, խնդրեմ։ Խնդիրը հետևյալն է։ Եվրոխորհրդի ծխելու կոմիտեի զեկույցը Հայաստանից ես եմ գրել։ Իրանք զարմացան, Marlboro-ն Եվրոպայում արժի 2 եվրո, մեր մոտ արժի 50 ցենտ։ Ասում ոնց կարող ասի դա։ Որ մեր շատ ցածր որակի սիգարետները, որտեղ Կիպրոսում մեկը նստած Marlboro Winston-ն արտադրում։ Դա նման խնդիրներ կա։ Դրա համար երբ որ մենք ասում ենք որակը, քանակը, տեսակը, մասշտաբները, դա պետք է լինի բավականին զուտ, ճշգրիտ հետազոտություն գոնե մեզ համար։ Ուղղակի սա բաց թողի։ Հիմա տեսեք, երբ որ աշխարհով սկսեց ծխելու դեմ պայքարը, ուրեմն երբ որ աշխատող են վերցնում, ծխում ես, կարող է քեզ աշխատանքի չվերցնեն։ Եթե ասում ես չեմ ծխում, քեզ ավելալ բան եմ տալու, վճարեմ դրսում, որտեղ դու քիչ ես հիվանդանալու, երկար աշխատել ես, ունել ես առուտ եւ այլն, ու այդ բանից կլինես կախված։ Մեզ մոտ նման բան չկա։ Որտեղ ծխեն, չծխեն, բան։ Ես նայում եմ ով է ծխում։ Օֆիս մենեջերը, իրան ցույց տալու օրինակ գենդերային հավասարության լրիվ տվյալը, խմում էլա, ծխում էլա, մոռանալով որ ծխող ծնողների երեխան պարտադիր ծխող է դառնում։ Խմող երեխան, պարտադիր խմող է ստանում։ Մոսկվայում մի հատ թմրամուզույկ հայկական ընտանիքը երեխան մեռնում էր, եկան բան անելու, պարզվեց որ երեխուներ են կոկային տվել, որ քնի։ Սա արդեն ինչ որ ֆազաները լրիվ շեղում են։ Պարոն Ադիբեկյան, այնուամենայնիվ
խավիարային դիվանագիտության գործում տեսնում եք այս ամենի մեջ, եւ երկրորդ հարցս, որևէ հարթակում պատրաստվում եք շեղտել կամ գիտականորեն ապացուցել հակառակը։ Ուրեմն քանի որ այստեղ հիմնական վեցած են միջազգային առողջապահության կազմակերպության տվյալները կամ ՄԱԿ-ի, նրանք օգտվում են ազգային կառույցների տվյալներով, գիտեք, որ Ադրբեջանը բավականին կիսագրագետ, անգրագետ վիճակագրություն է տանում, ու մեզ պետք է մեծ ջանքեր կիրառել, որ հասկանանք իրոք բնակչության աճը նույնն է։ Իրանք ասում են մենք 9 միլիոն ենք, Կորեայի մեզ հանդիպել եմ միջազգային մեր համաժողովին Ադրբեջան ներկայացուցիչների հետ, ազգագրագետների հետ են, ասին 5 միլիոն կակ, ցենց իրան նային, ասին համարյա կանք։ Այն դեպքում, երբ որ իրանք ասում են մենք 7 միլիոն ենք, Ռուսաստանում մոտ 2.5 միլիոն չգրանցված ադրբեջանցի է աշխատում, Սիբիրներում, Ղազախստանում, իրանք 9 միլիոն չեն, բավականին քիչ են։ Հիմա, երբ որ 9 միլիոնանոց էթնոս կա, ուրեմն ամեն տարի պետք է օրինակ ծնվի 5 միլիոն երեխա, մենք նայում ենք ծնվում ընդամենը 200,000։ Բանաձևերով արդեն մենք կարող Ինչ եք ուզում ասել, լավ, թվերի նորից մեջ եմ ասում, այդ ազգային տվյալները, որ իրանք տվել են միջազգային կառույցներին, պատվեր չեղել ու փորձել են իրանք իրենք կեղծել են տվյալները, մենք տվել ենք ճիշտը, չէ։ Այս 160,000 թմրամոլներն է իմ համար կասկածելի։ Եթե մասնագետը դիսպանսերի նարկոլոգիայի, ասում եմ մենք ունենք գրանցված 44,000, իրականում թողնի 10 անգամ ավելի 44,000, բայց չի կարող լինի 40 անգամ պակաս լինի, անհետեցություն է, ամեն քայլին մենք մի հատ թմրամոլ տեսնեին, երբ որ մենք առաջ անգամ Նյու Յորք են, ասում են $20 կդնես խի, որ թմրամոլը մոտենասի փող տու, հանկարծ բան չանես, հանի տու, որտեղ դրա համար կարող է քեզ սպանի ծեծի, որտեղ նա նարկոման է։ Մեզ մոտ նման բան չկա, որտեղ Հայաստանը ամենաապահով քաղաքն աշխարհում մայրաքաղաքում, ով որ գալիս է զարմանում, ասում է, ոնց կարող է 15 տարեկան աղջիկը կենտրոնական տրանսպորտի կանգառներում կանգնի չվախենա, որ կտանեն կողքի թփերը մի բան կանեն։ Ասում են իտալացիներին, ասում են ֆրանսացիների, հոլանդացիների եւ այլն, զարմանում են։ Մենք բավականին առողջ ապրելակերպ ունենք։ Հետևաբար տեսնում եք այնուամենայնիվ, թե այստեղ կարող է ասել թուրիմացություն կա։ Բայց այս տևակ անցած տարիներ է նույն վիճակը։ Էլի նույն պատկերներ։ Ուրեմն բանը հենքային տվյալը, որ գնացել է ոչ ճշգրիտ։ Ու շարունակվում է դա։ Ապես հակասել հարցը շարունակել։ Կարելի է, չի կարելի։ Չէ, չեք պատրաստվում։ Եթե պատվել լինի, դա պետք է մի հատ լուրջ հարցում անի, գոնե 3600 ընտանիք, դա ՄԱԿ-ի ստանդարտն է, որ հարցում եմ արել 3600 ընտանիք, որ ամբողջ տարածքը ունենան բան, ու դա բավականին լուրջ տվյալներ կտա, մենք մանրամասն կարող ենք իմանալ ով է, ինչ է, Եթե թույլ կտակ, ես էլ հավելեմ, որ քանի որ տվյալները իրոք խիստ կասկածելի են եւ հանդիսանալով Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտության ներկայացուցիչ, ասեմ, որ հենց այստեղ իրոք պատվերի դեպքում ունենք հոգեբանական պրոբլեմային լաբորատորիա, որի շրջանակներում ուրեմն հնարավոր կհամարենք իրոք ուրեմն հավաքագրել տվյալներ, որոնք ի սկզբանե համոզված են, որ հերքելու են, որովհետև ընտրանքի, մեթոդաբանության եւ սոցիալական դիրքորոշումների տեսակետից խիստ կասկածելի մեկնաբանություն է տրված։ Քանզի այն չափորոշիչները, որոնց վերաբերյալ հիմա ուղղակիորեն չգիտենք, բայց մեկնաբանման ժամանակ կտեսնենք, որ եւ ազգաբնակչության թվաքանակի եւ զբաղվածության եւ տարիքային ընտրակազմը, որը որ ներգրավված է եղել այդ հետազոտության մեջ, չի համապատասխանի այն անհրաժեշտ պահանջներին, որովհետեւ նորից եմ կրկնում, հարցը պիտի դիտարկվի անձի սոցիալական անվտանգության սահմաններում եւ որպեսզի չծանրաբեռնեմ ուրեմն մեր խոսակցությունը, ասեմ, որ այո, այդ զարմանքը նրա վերաբերյալ, որ երեխաները կարող են ինքնուրույն բակում խաղալ, որ նրանք ազատ կարող են հաղորդակցվել միմյանց հետ, որ փաստորեն դեռատի աղջիկները իրապես կարող են երեկոյան ժամին ինքնուրույն ինչ-որ տեղ գնալ վերադառնալ, միշտ էլ համապատասխանաբար եվրոպական երկրների ներկայացուցիչների, որոնք տեսնում են ակներ եւ այստեղ, դա զարմանք է բերում, որովհետեւ անձի վտանգվածության որոշակի հիմնախնդիրները նրանց մոտ մի փոքր այլ է մեկնաբանվում, կապված այն տվյալների, որոնք իրական են այդ տարածաշրջանների համար։ Դրա համար կարծում եմ, որ
հարցը իրապես շատ հրատապա եւ համատեղ ուժերով նույնիսկ պատվախնդրության խնդիրը կարող ենք ուրեմն այդ տվյալները մեկ առ ժամանակ հետո համեմատել եւ ուրեմն վերլուծել եւ տեսնել ինչ դիրքորոշում, ինչ ի սկզբանե միտում կար նման ուրեմն տվյալներ հրապարակելու համար։ Կենտրոնի հեռուստաընկերությունը, եթե չկան հարցեր, ավարտենք, խնդրեմ։ Դժվար է ասել, նորից եմ ասում։ Եթե հավատանք իրանց թվերին, նորից եմ դες ասում։ Մեր մոտ 150 կանեփ ծխող պետք է լինի, ամեն մեկին տարեկան օրական եթե 5 գրամ է պետք, տարեկան անում է 1.5 կիլո, բազմապատկեք 150,000-ի։ Քանի տոննա մենք պետք է ներկրենք հաշիվ, այն է սահմանները գիտեք մեզ մոտ ոնց է։ Դա բլեֆ է։ Ժամար հարկավոր է մի հատ հարցում անել ու հարցնել միջազգային կառույցներից այդ տվյալները ով է դες տվել, ոնց են տվել, աղբյուրները ոնց են ստացել։ Աղբյուրագիտության խնդիր ունենք։ Սա մեր ազգային արժանապատվության խնդիր է եւ դիմեն կառավարությանը, թող վարչապետի տրանսֆերային տվյալների օֆշորային հաշիվների հետ միասին դատախազությունը զբաղվի նաեւ այս տվյալներով։ Շնորհակալություն։